լակոտներ նստած ընդեղ հարցեր են տալիս սպիկերին կանտով կեքից, այսինքն եթե այդ մարդը ագենտ է Թուրքիայի պետք է անենց դուրս գար ասեր հա գիտե ու նենց 3-4 հոգի նույն հարցը տարբեր ձևով տալիս է հա ոնց որ ասենք այդ ազգային ժողովի սպիկերն էլ պետք է ասեր հա գիտեք ես Թուրքիայի ագենտ եմ ինձ կներեք ժողովուրդ ջան ու դուրս գար մի հատ դրանց հարցերը տեսեք հարցերը շատ բովանդակալից էին պարոն Սարգսյան ինչով էր բովանդակալ ինչ հարցեր են տալիս դե գնացել ես Ստամբուլ թուրք տեսել ես հայ մեկն էլ ասեց բայ տղա ջան բա դու ադրբեջանական սիմպոզիումին մասնակցում ես լրագրողներ նարեկներ ոնց որ հարցեր տալիս ասում էր դե դա իմ կազմակերպածը չէր դա իմ կային մեկը ընդհանրապես ասում էր իմ հետ հարգալից խոսացեք ես կռված տղա եմ այ մեր կուսակցության մեջ մեծ մասը կռված տղեկ են 90-ականների 80-ականների ով է այդպես բաներ ասում մի հատ ջահել տղա հելն է ասում իմ հետ հարգալից խոսացեք ես կռված տղա եմ մի հատ էլ Նիկոլի դեմ այդ հարցը տար Նիկոլը 2 րոպեում ասեր որտեղ ես կռվել ու ոչ Զորամասի անուն ասեր ոչ իման ու էլի այդ կռվածների անունի հետ խաղալ այսինքն մի հատ ավելի խայտարակ իրավիճակ են Էդգար Ղազարյանն էլ ասում էր առաջի անգամա որ վեհափար հայրապետը չի օրհնում հա բայց եթե անցած ազգային ժողովը իր օրհնած էր տատս կասեր վայ հողը այդ ազգային ժողովի վրա այտենց օրհնած հա դա մի հատ խայտարակ իրավիճակ այսինքն ասում եմ ավելի մեծ հիասթափություն որ ես ասենք մտածում եմ որ կարող է երիտասարդ սերունդ կան դա ինչ որ լուրջ հարցեր բարձրացնեն, բայց որ տեսա ոնց որ Քարոզարշավի ժամանակ էր, ասենք, այդ մարդկանց խոսակցությունները, հա, այդ մարդկանց հարցազրույցները խայտարակ, հիմա ավելի խայտարակ վիճակ եղավ ու ասում եմ ամենացավալին, որ մեկ-մեկ թվում որ ժողովրդին է սա պետք որ ժողովուրդը ասում է մեզ խաբեք։ Մենք միակ մոնոտոն ազգն ենք, հա որ չենք պայքարում, ինչ-որ հարց է լինում, ունենք արտագաղթ, գաղթ, այդ գաղթը այս ազգի մեջ մտել է ու շարունակում ասենք հարց են ուզում լուծեն, պետք է պայքարեն, պետք է դուրս գան փողոց, պետք է իրենց ձայների պահանջը դնեն, հա որ խաբել եք մեզ, դավաճանել եք մեզ, չէ, մարդիկ որոշում են հավաքվեն, չանցավ, լավ, սրանք մեզ խաբին, մենք ստե անելու բան չունենք, ընտանիքով հելնենք այդ հանք, մի մասը ասում է հելնենք, փախնենք, քանի հետևներիցս չեն ընգե, են մի մասը հիասթափված է հելնում, գնում մենք ստե անելու բան չունենք, հելնենք այդ հանք, էդ է, միակ այտենց ազգն ենք, որ ոչ վրացիների մեջ, ասենք տեսանք են շատ վատ դեպք եղավ Վրաստանում, որ ռուս աղջկան Այն հարսանիքի ժամանակվա տղան հարվածեց, հա, այդ տղային ձերբակալեցին, ազգը ոտի կանգնեց, որ մի հատ ազգ չի, հա, այնտեղ սենց տարբեր ազգություններ են, հա, կա վրացերեն լեզու, կա Վրաստան, չկա վրացի ազգ, Մեգրել, Սվան, ես չգիտեմ, Կոլխետինեց, բայց այդ ժողովուրդը ոտի կանգնեց ու այդ մարդուն քնչականից հանեցին առանց ձերբակալման, հա, մենք ասենք մոնո էթնիկ ազգ ենք ու մենք մեր իրավունքների համար չենք կանգնում ամենահեշտ ճանապարհը ասում եմ այն գլխից ինչ եղել է այդ գաղթը միջև հիմա արտագաղթ գաղթ էդ ենք Այսինքն դուք ենթադրում եք, որ այս իրավիճակում, այս ազգային ժողովի պատկերից հետո ժողովուրդը կրկին այդ ճանապարհն է բռնելու իր ոչը ասելու է ոտքերով, ինչպես մենք ասում ենք։ Դե ես էդ եմ տեսնում, էլի։ Ասենք Ուղղակի էլի եմ ասում, այնպես խայտարակ, այնպես մարդիկ են հարցեր տալ, այն արցախցի կինը, որ եթե ստուգես ադրբեջանցիքի հետ ինչեր են տվել առել, միշտ շփվել են, կանգնած հարցեր է տալիս, չմտածելով իրա, որ մի երկու հատ հարց իր անտան տակից չի ելնել, մի հատ խայտարակ իրավիճակ, ասում եմ։ Մի խոսքով խայտարակ է բնութագրում աշխատանքը, բայց գուցե կա ընդդիմություն։ Այ մենք սկսեցինք նրանից, որ դուք ասում եք 0 ընդդիմություն, ինչու է 0 ընդդիմություն, գուցե հենց դա էլ ընդդիմության աշխատանքի ոճը պետք է լինի։ Այն երիտասարդի ասած, հա, Նարեկ Կարապետյանի ասած, որ մենք չենք թողելու այդ ադրբեջանական սահմանադրությունը անցնի, այ տղա, ասենք, այս ազգին
300,000-ով խափեցիր գաղթականներով, ստացար ինչ-որ ժողովրդի ձայները, հիմա այդ հարցը ընդհանրապես հանել ես օրակարգից, հիմա էլ ասում ես մենք եկել ենք ստեղ միայն եւ միայն, որպեսզի այդ ադրբեջանական սահմանադրության պրոյեկտը չանցնի։ Ինչ մի հիմարություն։ Դու այնտեղ քվեարկես, չքվեարկես, ոչ մի օրենք չես կարողանալու անցկացնել, ինչ օրենք նրանք ուզենան անցկացնելու են, դե անեիք, ասում եմ, անցած անգամ ասեցի, այդ Կոսով տիկնոջ Տիմոշենկոյի պես անեիք, դրոշակով փագեիք ձեր աթոռները, մի հատ հերթապադնեիք, ինչ եք գնում աշխատավարձ ստանում։ Բա մենք ինչի պիտի ձեզ աշխատավարձ վճարենք։ Հա փոխվել է հանդիմությունը, Քոչարյանի տղեն ուրիշ վերջի շարքում է հիմա նստում, հա, էդ է, փոփոխությունը էդ է եղել, երիտասարդ դեմքեր են, աթոռների փոփոխություն, մազերի ներկելու գույնի ուրիշ փոփոխություն չկա, նույն մեր հաշվին աշխատավարձ են ստանալու, ժողովրդի վիճակը գնալով վատանում է, արտագաղթը չի կանգնելու, թանկություններ արդեն տեսնում ենք, հələ էլեկտրոէներգիա եւ այլ թանկություններ կունենանք, էդ է, ոչ մի Դրական բան չեք տեսնում։ Հա ոչ մի դաշնակից լավ էլի ռեգիոնում չունենք, ներքին անվտանգություն վիճակը ողբալի, վիդեոները տեսնում ենք արդեն դա ռազմորկեք չեն, դա ռազմական միջոցառումներ են հասկանում եք, այդ արդեն սովորական են 90-ականների Ռուսաստան, այսինքն, այդ սովորական փողոցային ռազմորկեք չեն, որ դանակահարություն արդեն մարտական իրավիճակները, հա, գրանատ են գցում, մի հատը պայթում է, մի հատը չի պայթում, ավտոմատով, ես վերջում համացանցեր ընկել են աղջիկ տղա, են զույգերի ծնողների իրար վրա կրակոցը, այ մարդը ռազմական, լուրջ եմ ասում, եսի ռազմական գործողությունները արդեն կատարվում, եսի արդեն ռազմական գործողությունները ամեն մեկ, հասկանում եք, երբ որ զենքը ընկավ սխալ ձեռքերում նա կրակելու է։ Բայց զենքը 20 թվականից հետո է այդ նույն զենքն է, դա այդ զենքն է, դա ինչ զենք է մարդկանց ձեռքին։ Դա պետք է ներքին գործերի նախարարից պահանջել եւ որը որ չի կարողանում իր գործը կատարել։ Լավ, այս ֆոնին ունեցանք Ծառուկյան, Քոչարյան, դրանց գույքերի բռնագանձում, դա ինչ է, այս շարունակություն է վճռական, ինչպես Ռուբինյանը ասաց իրավական վենդետա է լինելու, դա ինչ գործողություններ են, գուցե դրական գործողություններ են։ Նախ եկեք բռնագանձումներից խոսանք, հա, եթե խոսքը գնում է մուլտիից։ Մուլտին դա սեփականություն չէր։ Մենք, ես ասենք օլիմպիական սպորտ դպրոցում սովորել եմ, այնտեղ մեր սկիֆներ Սպարտիվնի կոմպլեքս ինստիտուտը ֆիզկուլտուրы, այդ հողը վարձակալությամբ վերցված էր որոշ ժամանակով եւ չգիտեմ երբ էր լրանալու, պետությունը պետքա վերցներ կամ հետ տար։ Հիմա ժամանակավոր վերցրել են էլի հետ կտան թե չեն, դա ընդհանրապես տեսեք, երբ որ խոսքը գնում է կառավարվող ընդդիմությունների, հա, կառավարվող ընդդիմությունները ոնց է կատարվում աշխարհում, ասում է պետքա ժողովրդին ցույց տանք որ քո ձեռից մի բան վերցնելու ենք, բայց մեկ ուրիշ կողմով հատուցում են դրա կրկնակի գումարը։ Հիմա անցած անգամ էլ տեսանք Ծառուկյանի ձեռքից ինչ-որ բաներ փորձեցին, հետո դատը հաղթեց եւ քանի միլիոն դոլար նրան հատուցեցին, հա։ Ասենք որ թվականից է այդ նույն բռնագանձումները շարունակում եւ տեղ չի հասնում։ Եթե հիմա Քոչարյանը մի 4 հատ հող ունի, որ չի օգտագործում, ասենք այդ Քոչարյանին կասեն այս հողերը մենք քո ձեռքից իբր կվերցնենք, բայց Քոչարյանի ես օդում տարածվող լուրերի միշտ Քոչարյանին երբ որ հարց են դնում թե ինչ ես ուզում, նա Հայաստան մոտ 3000 ապրանք է մտնում, 500-ը դա նրա մոնոպոլիան է եւ պետությունը դրան ձեռ չի տալիս, այսինքն այս կողմից տալիս է, այն կողմից կրկնակին վերցնում է։ Այդ շոուներին ժողովուրդը պետքա չխափնվի, թե իբր նրան ձեռքից ինչ-որ բան են բռնագանձում կամ ունի 100 հատ հող, 20 հատ հող, ստից ասում են, այս 10 հատը ձև կտանք թե քո ձեռքից վերցնում ենք, բայց
Այն մյուս կողմից կհատուցենք։ Այդ հողը եթե նա շուկայում պետքա ծախեր, ասենք $1000, իրան կհատուցեն $10,000։ Այտենց է կատարվում։ Հիմա մի հարցրեք որտեղից գիտեմ, արածել լինենք Կենիայում, չեմ խոստովանի։ Այտենց կատարվում։ Դե ես ասեմ, որ մի բան է Կենիայում, մի բան է Հայաստանում։ Նույնն է։ Կարծում որ նույնը ստեղ է լինելու։ Ես ասում եմ նույնն է։ Ես նույնիսկ ասեմ, որ ես չեմ էլ հավատա, որ դրանցից ինչ-որ մեկը նստած է։ Մենք էլ Կենիայում ունեինք խցեր, որ երկու դուռ էր, պահակը դիմացն էր կանգնած, մի կողմից մտնում էր, ստորգետնյա կապով միանում էր, դուրս էր գալիս, գնում էր տուն, առավոտյան էլի գալիս էր, պահակը բացում էր, ուտելիք էր դնում, որ պահակին հարցնեին, կասեր, հա, խցում նստած է։ Բայց այդ ստորգետնյա բրիտանացի քիս արքած, հա, այդ սարդ համակարգին ստորգետնյա Նայրոբիի միացած, ես չեմ հավատում, որ կոմունիստները այդ նույն համակարգը չեն սարքի։ Հիմա ես կարամ կասկածեմ, որ նրանք նույնիսկ նստածել չեն եղել։ Նայելով Սամվել Կարապետյանի այդ տնային կալանքից հետո, որ դուրս եկավ տնային կալանքի ԱԱԾ-ի մեկուսարանից Դուբայի Զագարով, ես 2 ամիս տնային կալանքում մնացի բնակարանում, լրիվ սպիտակ էի։ Այդ մարդը ԱԱԾ-ի մեկուսարանից դուրս էր գալիս Զագարով, ես կարամ կասկածեմ, որ նրանք նստածել չեն եղել։ Ժողովուրդը անընդհատ խաբվում է։ Ու ժողովրդին ինչքան ասում ենք միշտ խաբվում են պատերազմների եւ ընտրությունների ժամանակ ամենաշատը, նրանք միևնույնն է ընտրեցին մի տարբերակ, որ կարծես այդ horse racing, հա, այդ ձիերի վազքի ժամանակ, երբ որ գնում ես, մտածում ես իրավունք չունեմ պարտվող ձիու վրա դնել, բայց ընտրությունների ժամանակ այտենց չի գործում, ընտրությունների ժամանակ հենց հակառակն է գործում, այդ ձիերի վրա, որ ֆեյվորիտների վրա ես դնում, միշտ նույն խաբեությունը կատարվում է։ Գուցե դա այն է, ինչ այսօր Հայաստանին պետք էր, կամ գուցե դա այն է, ինչ Փաշինյանին պետք էր։ Դեռ ես անցած անգամ ասել եմ, Հայաստանին պետք լինելով այդ նկարչությունը, որ կատարվեց, ժամանակավոր Հայաստանին պետք էր։ Բոլորի համար ցույց տալու Փաշինյանը Եվրոպային կասի, տեսեք դուք քիչ արեցիք, ձեր ուզածը չեմ կարող անեմ Ռուսաստանին ուրիշ, նույն ծանոթ սցենարն է, հա, ասենք չի հասնելու Սասնա ծռերի, որ աշխարհին ցույց տան, որ տեսեք, մենք ճնշման տակ ենք, չենք կարող որոշում կատարենք, բայց ավելի խելոք, ավելի սիրուն գծված, ունենց նկարած ընդդիմություն, իշխանություն, ժամանակավոր լավ է։